Շորտ, ես ներվում եմ ես մոտիկությունից միկրոֆոն։ Ասեք նոր դուք աներկայացրեցիք, որ Սահմանադրական դատարանի դատավորին տեղակալներին 46 միլիոն դրամ հավելավճարներ են, հա, տալու։ Մի քիչ կբացեք ինչի մասին է խոսքը, մանավանդ ասեցիք օրենքով սահմանվող վարձատրության միջոցների, մասնավորապես այս դեպքում հավելման մասին է, այսինքն փոփոխվելու է, կարող եմ փաստացի ասել, ոչ թե դրույքաչափը, ինչու չենք փոփոխում դրույքաչափը, միանգամից որպես պատասխան ներկայացնեմ, որովհետև գործակիցներ սահմանող օրենսդրական ակտը ամբողջությամբ փոփոխության կարիք ունի եւ դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության, ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են։ Այսինքն հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են անցնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու գործակիցներ սահմանող, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում։ Մինչև այդ օրենքի ընդունումը կարող ենք համարել որպես միջանկյալ։ Տիկին Գալյան, ասենք ՍԴ նախագահը մինչև հիմա ինչքան գումար է ստացել, ինչքան հավելավճարով եւ դրանից հետո ինչ է լինելու։ Հարցում անել, հարցմանի պատասխան։ Հիմա յուրաքանչյուրի աշխատավարձը ինչքան է ավելանալու, այդպես կարող եք ասել։ Այդպես էլ չեմ կարող ասել, որովհետև տարբեր դատավորներ տարբեր ստաժ ունեն, այսինքն մեկը մի քանի տարի, 3 տարի է ենթադրենք պաշտոնավարում միջինը կրկին չեմ կարող ասել, ըստ տարիների գուցե 2-300 հազար, գուցե 400 հազարի չափով, բայց ըստ տարիների։ Տիկին Գալյան, սահմանադրական սահմանադրության կտրոնես տանք, շոհ ջան, մեկ էլ հարցնեմ, անկախության հռչակագրի մասով ֆրակցիայի դիրքորոշումն է նաև այն ինչը որ իր դիրքորոշումներ եւ ավելի վաղ հայտարարվել է։ Հիմա դուք էլ ասել եք, որ տեքստը պատրաստ է, հանվել է փաստորեն, հա, հռչակագիրը։ Խորհրդում դեռ չենք քննարկել եւ ուրեմն պատասխանել ուղիղ ձեր հարցին չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք առաջարկենք խորհրդին, քննարկելուց հետո անպայման ձեզ էլ տեղեկացնենք։ Բայց տեքստը պատրաստ է, տեքստում հանված է թե ոչ։ Իշխող խմբակցությանը այդ Ցենք տալու քննարկել իշխող խմբակցության։ Արդեն քննարկել ենք ոչ մեկ անգամ, քննարկել ենք տարբեր դրույթներ ենք, չէ, այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ։ Հանել եք անկախության։ Չէ, ներածությունը չի եղել, իսկ անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ չէ։ Ինչու չի եղել։ Որովհետև դեռ չենք ամբողջացրել, ունենք մի քանի տարբերը։ Իսկ ինչ է ասվել այդ մասով, որ լինելու է, չի լինելու, հենց այդպես է լինելու։ Ինչ է նշանակում ոնց եք թերի ներկայացրել։ Իսկ ինչու է ապարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տարբերակ։ Կներեք էլի, ես ընդհանրապես թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը եւ հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրած, կորոշվի։ Հիմա վարչությունում են քննարկումներ եւ խմբակցությունում են քննարկումները շարունակվում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր իրավական հիմքն է պետության եւ մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը եւ մեր մտքերն ամփոփելուց հետո կորոշվի դրանք էլ են տեքստը պատրաստ է եւ ես խոստացել եի որ մարտ ամսին պատրաստ կլինի բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցվեն ամեն դեպքում պետք է ներկայացնեք վարչության իսկում այդ մոտեցումներում կա այն հանգամանքը որ հնարավոր է պահպանվի այլ անկախության հռչակագիրը նախ եկեք վարչությունը չենք շփոթում սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ խորհուրդը բոլորովին այլ մարմին է որտեղ վարչությունից որպես պատգամավոր ներկայացված է մեկ մարդ այս պահին եւ մնացածը ավելի մեծ մասը, այսպես ասեմ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են եւ ամեն մարդ պատասխանատու է իր որոշման համար եւ խորհրդում որոշումները ընդունվում են հենց այդ սկզբունքով։ Դուք ասացիք ներածության մեջ հրապարակային դարձնելու իրավական արգելանք գոյություն ունի։ Ինչու մինչև հիմա հրապարակային չեն պատրաստ չէ։ Տեսեք, եթե դուք ինձ նախ սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկումները հրապարակային են
ձեզ բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու խորհրդի նիստերին։ Մենք ունեցել ենք նիստեր, որոնց մասնակցել են զանգվածային լրատվության միջոցներ, եւ սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք կուլիսների հետևում չենք աշխատում։ Ինչ վերաբերում է ավելի լայն հանրային քննարկումներին, մենք չունենք հանրաքվեի ժամկետ։ Ես ձեր մտահոգությունները, եթե դրանք մտահոգություն էին, կարող էի հասկանալ, եթե օրինակ ժամկետ լիներ հանրաքվեի, մենք ասած լինեինք, այսինչ օրը անցկացնելու ենք հանրաքվե եւ ուշացնեինք տեքստի հրապարակումը, բայց սիրելիներ, հանրաքվեն նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին, ոչ, որովհետեւ օրենսդրական արգելք կա եւ այս մասին բազմիցս խոսել ենք։ Մենք կտանք հանրությանը, որովհետև դա մեր մեծագույն ցանկությունն է, բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ բավարար ժամանակ տեքստին ծանոթ լինելով կատարել ճիշտ ընտրություն։ Այդքանը։ Քանի որ վարչապետը մի քանի առիթով արդեն ասել է, որ կառավարության դիրքորոշումը ըստ էության պետք է լինի այնպիսին, ինչպիսին, որ հայտարարվում է իր շուրթերով։ Սա արդյոք արդեն բավարար է պնդելու համար, որ դուք գնալու եք նախ կառավարության որոշումները կոլեգիալ մարմնի որոշումներ են, բայց կա քաղաքականություն, տեսեք, կա քաղաքականություն, որի սպասարկմանը միտված է ամբողջ կառավարության ներուժը։ Կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարությունը։ Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը իրավական կարգավորումների համատեքստում եւ նաեւ առաջնորդը այդ նույն համատեքստում։ Եվ ուրեմն կարող եք եզրահանգել, որ այն ինչ ասվում է վարչապետի կողմից, մշտապես քննարկվում է կառավարության կողմից եւ քննարկվում է շատ մանրամասն։ Ես կրկնում եմ, մենք բոլորս իրականացնում ենք մի քաղաքականություն, մենք տարբեր մարդիկ ենք, որոնք եկել են, զբաղեցրել են պաշտոն եւ սպասարկում են քաղաքական ուղղություն։ Սա նշանակում է սպասարկելուն նա նաեւ միտված վիճակագիրը հանելը եւ դուք սա նշանակում է սպասարկում նշանակում է որ հանվելու է։ Ինչու դա ուղիղ չի հայտարարվում արդեն։ Ես པարզ չեմ խոսում։ Մենք հրապարակելու ենք տեքստը հրապարակելիս ակնհայտ կլինի, ինչ դրույթներ են տեքստում շարունակելու մնալ եւ որոնք չեն լինելու այլևս տեքստում։ Անկախության հռչակագիրը դեռ կա։ Այս պահին դեռ կա։ Այս պահին սիրելիներ, աշխատանքային սիրելիներ, նախագիծը օրենսդրական երբ է հասանելի դառնում հանրությանը, երբ որ օրինակ տեղադրվում է e-draft հրապարակային քննարկումների կայքում, չէ՞։ Մինչև e-draft-ում տեղադրվելը, այդ նախագիծը բազմաթիվ քննարկումների շղթաներով է անցնում, եւ ես հասկանում եմ զգայունությունը հարցի, սահմանադրության մասին ենք խոսում, բայց այլ իրավական ակտերի մասով ամենայն հարգանքով դուք չեք իմանում, չէ՞, նախորդիվ մինչև հրապարակվելը ինչ է քննարկվել։ Ես ձեզ ասում եմ, խնդրում եմ Սահմանադրությունը եւս իրավական ակտ է, սպասեք, բոլոր օրենքները նորմատիվային բոլորին վերաբերող են։ Բայց խնդրում եմ սպասեք, երբ որ հրապարակվի, ես ձեր բոլոր հարցերին պատասխանեմ։ Դա ձգվի միջև օրինակ, չգիտեմ, շատ կարճ ժամկետով։ Մենք ամեն ինչ անում ենք, տեսեք, մենք ամեն ինչ անում ենք ու շատ ինտենսիվ ենք աշխատում, որպեսզի հրապարակումներ լինի օր առաջ։ Միջև ընտրություններ կլինեն հրապարակումները, թե կընտրվեն։ Ես կարծում եմ, որ կհրապարակվի սահմանադրության տեքստը միջև ընտրություն ներկայացնեք արդեն հռչակագրի հետ կապված ձեր դիրքորոշում, այսինքն տեքստը ինչ պետք է ունենա։ Հռչակագրի մասը հանել թե չհանել, ամեն դեպքում հաստատելու է խորհուրդը, ես ճիշտ եմ։ Խորհուրդը իր կարծիքն է հայտնելու, ինչպես իր կարծիքը շատերը, դա ինչ որ ազդեցություն ունենա, ընթացակարգն եմ ուզում ասել։ Քաղաքական հանձնառությունը կրում է իշխող խմբակցությունը եւ կառավարությունը եւ ուրեմն պատասխանատուն որոշումների կայացման կառավարությունն է եւ ինչպես կառավարությունը որոշի, այդպես էլ կհրապարակվի։ Այսինքն խորհրդի քվեարկությամբ չի որոշվելու այդ հարցը։ Քվեարկությամբ մի շարք մասնագիտական հարցեր են որոշվում, բայց ես կրկնում եմ, որ նույնիսկ ես չեմ առաջնորդվում այն տեսլականով կամ սցենարով, որ խորհուրդը դեմ է լինելու որևէ դրույթին, բայց դա մի հարթակ է։ Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Կներեք, բարձ կարող եք մի հատ ասել։ Հիմա ձեր աշխատանքային քննարկման ժամանակ ներածության մեջ դուրս է, չգիտեմ, անկախության հռչակագիրը հանված է թե ոչ։ Ես ձեզ որևէ
պարտականություն չունեմ ասելու, թե Հանրության ձեզ այս պահին չունեմ պարտականություն ասելու, թե ներքին աշխատանքային քննարկումներում ինչ է քննարկվում, բայց ունենք պարտականություն լինելու բաց այն պահից սկսած, երբ որ տեքստը կլինի պատրաստ։ Մենք պետք է սեղանին դնենք, չէ՞, ինչ որ նյութ, որը կքննարկենք։ Մարդին պատրաստ է, ամեն ինչ կանենք։ Պատկերացումներ կան ձեր քննարկումների ընթացքում։ Ինչ Հանրաքվեի ժամկետի մասին, չէ, դա էլ չենք քննարկել։ Եվ տիկին նախար հռչակագրում նաև Արցախի հետ կապված դրվագ կա, որ ըստ էության համեք, որ ադրբեջանցի Ալիևը հանգիստ լինեն, որ էսպայի իշխանությունը միավորման հարց առաջ չի տան։ Իսկ ցեղասպանության հետ կապված միջազգային հետևողականորեն պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը միջազգային ճանաչման գործընթացում։ Դա ինչպես է լրացվելու, մի հարց տամ, էլի, անկախության հռչակագիրը ջնջել հնարավոր է։ Սահմանադրությունից ջնջում է։ Չէ, առհասարակ անկախության հռչակագիրը ինքնին ինչ է հանդիսանում։ Ինչ իմանանք, ինչ ասում։ Անկախության հռչակագիրը դուք գուցե չգիտեք, ես շատ լավ գիտեմ։ Եվ կարելի է սպասել միայն լավը։ Անկախության հռչակագիրը պատմական փաստ հավաստող, պատմական փաստ, դե եկեք զուգահեռ խոսենք։ Ոչ։ Այլ հարցեր։ Բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նախորդ հայտարարությունները, որ իր դիրքորոշումից տարբերվող է, ըստ դա էլ է արտաքին քաղաքականությանը վերաբերող։ Ինքը ասում է, որ այդ հռչակագիրը սադրիչ է եւ այլն։ Հնարավոր է, այսինքն կոնֆլիկտացին է, այո, սպառնալիքներ է պարունակում։ Հնարավոր է իր դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում հայտնի իշխող ուժը։ Իսկ հնարավոր է սպասել եւ տեսնել տեքստը ինչպիսին է։ Մենք ունենք, տեսեք, մենք հետեւյալ գաղափարներով ենք առաջ շարժվում։ Անկախության հռչակագիրը ինչ է, ինքը իրականում ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է, չնայած պատմական փաստաթուղթ է եւ իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, բայց ամեն դեպքում պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք նաեւ դրված են սահմանադրության հիմքում։ Ու այդ սկզբունքներով առաջնորդվելով սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա եւ շեշտադրի պետության շարունակականությունը, խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելությունը։ Այսինքն այս հիմնական գաղափարներն է շեշտադրելու սահմանադրությունը եւ հետեւաբար դուք կարծում եմ, որ կունենաք, կարծում եմ չէ, վստահ եմ, որ դուք հարգելի լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ եւ մեր քաղաքացիները սիրելի կունենան բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ ոչ միայն ծանոթանալու, այլ նաեւ ուղղելու տեքստը մշակողներին իրենց ուզող բոլոր հարցերը, ընդ որում մի բան էլ է շատ կարևոր շեշտադրել, որ այն տեքստը, որը կհրապարակվի, ստատիկ չի լինելու, այսինքն անփոփոխելի չի լինելու։ Դա լինելու է նախագիծ եւ հետեւաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան Ինչ իմաստ ունեն քննարկումները, եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դա կոնֆլիկտացին է եւ այլն, ու քանիցս հայտարարել է, որ չի կարող իմ դիրքորոշումից տարբեր դիրքորոշում ունենալ։ Քննարկումները եթե խոսքը հանրություն ով է որոշելու ունենալ կամ չունենալ սահմանադրություն։ Մեկը դուք եք որոշելու։ Ես ձեզ ասեմ։ Այո, մեկը դուք եք որոշելու։ Ես կարող եմ 1 ժամ տրամադրել եւ բացատրել ձեզ, թե ինչպես է գործում կառավարությունը սկզբունքային մակարդակում, բայց ցավոք սրտի այս պահին չունեմ այդ ժամանակը։ Ես մի բան ասեմ, որը շատ կարեւոր է եւ դա մշտապես եմ ասում։ Սահմանադրությունը որոշելու է ընդունել ժողովուրդը կամ չի որոշելու ընդունել ժողովուրդը։ Եվ հետեւաբար ասել ինչ իմաստ ունեն քննարկումները եւ այլն, շատ լավ, ձեզ համար գուցեև չունեն իմաստ, մեզ համար մշտապես ունեն իմաստ հանրության հետ բոլոր քննարկումները եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր դրույթ, որը կնախատեսվի սահմանադրությունում, մանրամասն քննարկման առարկա դարձվի հնարավորինս լայն շրջանակի մեր քաղաքացիներին։ Դուք եք կարծում, որ անկախության հռչակագիրը կոնֆլիկտացին է եւ հետեւապես դրա լինելը սահմանադրությունում նույնպես կոնֆլիկտացին է։ Ես բազմիցս այս մասով դիրքորոշում եմ հայտնել եւ ասել եմ, որ ոչ միայն սահմանադրությունը, այլ նաեւ
որևէ իրավական ակտ չպետք է պարունակի մեր անկախությունը, խաղաղությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը վտանգելու ցեղասպանության մասին դրույթը վտանգում է։ Մենք այդ մասին կքննարկենք, երբ տեքստը պատմենք։ Մենք Ալիևի դա ձեր կարծիքն է, խնդրում եմ ձեր կարծիքը, խնդրում եմ ձեր կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն չհավակնեք ներկայացնել։ Իսկ ցեղասպանության մասին դրույթները վտանգում են մեր անկախությունը, իրոք այլ հարց ենք տալիս։ Ցեղասպանության մասին դրույթը վտանգում է մեր անկախությունը, խաղաղությունը։ Ես արդեն ասացի իմ դիրքորոշումը։ Ներողություն, Տիկին նախարարիսկ Հայաստանի Հանրապետությունը համարում է Ադրբեջանի սահմանադրությունը նույն տրամաբանությամբ կոնֆլիկտածին, որովհետև Ադրբեջանն իրեն համարում է 1918 թվականին։ Մենք մեր սահմանադրությունը կոնֆլիկտածին չենք համարել եւ այդ մասով նաեւ կա սահմանադրական դատարանի որոշումը։ Եվ եթե մենք Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատելու։ Շնորհակալություն հնարավորության համար։ Սա դուք կոնֆլիկտածին համարում եք թե ոչ, եւ Երևանը արդյոք նույն ջանասիրությամբ հետեւողական է, որ Ադրբեջանում էլ չլինեն կոնֆլիկտածին փաստաթղթեր, որպեսզի այս խաղաղությունը չվտանգվի։ Եկեք ինչ որ այլ օրինակով պատկերացնենք։ Եթե դուք մի երևույթի մեջ խնդիր չեք տեսնում եւ միջազգային բոլոր ատյաններով կամ լավ այլ օրինակ չեմ վերում, հենց նույն օրինակը, միջազգային բոլոր ատյաններով եւ ներպետական այդ թվում հայտարարում եք, որ սահմանադրության ձևակերպումները խնդրային չեն։ Եվ այդ մասին ասել է նաեւ մեր սահմանադրական դատարանը, որի մասին դուք լավ գիտեք։ Արդյոք կարող եք նմանատիպ ձևակերպումների հետ կապված այլ երկրների սահմանադրությունում առկա ձևակերպումների մասին է խոսքը, ասել, որ դրանք խնդրային են։ Եթե հակառակը չեմ հակասում, շատ լսեք եւ կտեսնեք իրավական ակտեր, որոնք պետք է կվտանգեն խաղաղությունը։ Հիմա որ իրավական ակտներ մշտապես դա իմ կարծիքն է, որ ես ասում եմ, եւ մշտապես եմ ասել։ Եվ հիմա ասում եմ, եթե մեր պետությունը բոլոր հնարավոր կոմունիկացիաներով փորձում է տեղ հասցնել այն բացարձակ ճշմարտությունը, որի մասին խոսել է սահմանադրական դատարանը, այն է, որ մեր նախաբանը չի պարունակում հավակնություններ տարածքային եւ այլն, եւ մենք այդ մոտեցմամբ ենք առաջ շարժվում, դա կարծում եմ մեզ ողջամտորեն հնարավորություն չի տալիս ասել, որ այլ երկրների սահմանադրությունները, որոնք նման բովանդակությամբ նորմեր են պարունակում, խնդրային են։ Եվ մենք նման խնդիր, դե գիտեք ինչ, եթե դուք դժգոհ եք արտաքին քաղաքականությունից, շատ լավ կարող եք հանրությանը հղել ձեր ուղերձներն առայն, թե ինչպես պետք է իրականացվի մեր արտաքին քաղաքականությունը։ Տեսեք, ոչ մի օրինակ ինչպես է ստացվում, որ Հայաստանում եղած իրավական իսկ Ադրբեջանում եղածը վտանգավոր չէ, տրամաբանություն է սրանց։ Ինչի մասին է խոսքը։ Ես արդեն այդ հարցին անդրադարձա եւ նորից իրավական ակտերն են, որ վտանգում են խաղաղությանը, որ ասում եք չպետք է ունենան իրավական ակտեր, որոնք կարող են չպետք է ունենան այդպիսի ակտեր։ Չպետք է ունենան ակտեր, որոնք ցեղասպանությունը Արցախը վտանգում են, հստակ կպատասխանեն։ Մեր ապագայի հետ կապված է խնդիրը, մենք ինչ հանձնարարություն ունենք։ Հիմա ցեղասպանության ճանաչում մեր ապագայի մեջ դուք չեք տեսնում։ Ես իհարկե տեսնում եմ, որ մենք մշտապես մեր դիվանագիտական, ոչ միայն դիվանագիտական, այլ նաև Սփյուռքի ներուժը ուղղել ենք այդ հարցի կարգավորմանը եւ կարծում եմ, որ այս ուղղությամբ կարող ենք դեռ խոսել եւ աշխատել, բայց մեր իրավական համակարգը եւ մեր իրավական համակարգը պետք է միտված լինի մեր պետության կայունացմանը, մեր Հայաստանի Հանրապետության եւ պետք է միտված լինի մեր քաղաքացիների շահերի սպասարկումը։ Ներողություն, մի դեպքում ասում եք արտաքին քաղաքականությունը մեկ կենտրոնից պետք է վարվի։ Հիմա այս ցեղասպանության հարցով Սփյուռքն է, շարունակ ոչ։ Դուք ուշադիր չեք այն բաներին, ինչ ես եմ ասում։ Այսինքն տարիներ շարունակ խոսվել է այդ մասին։ Ես խնդրում եմ այդ հարցը առաջ տարվել։ Ես խնդրում եմ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը ուղղել ոլորտի պատասխանատուներին եւ ոչ թե արդարադատին։ Եվ որևէ այս մասով խնդիր չունենք, բայց սա չի նշանակում, որ մեր կողմից հետևողական իրավապահ